9-ամյա Էրիկը բնակվում է Լոռու մարզի Դեբետ համայնքում մոր Ինգա Կիրակոսյանի մայրական կողմի տատուպապի և մորեղբոր հետ։ 2 տարի առաջ ծնողները ամուսնալուծվել են և այդ ժամանակվանից մայրն ամբողջությամբ իր վրա է կրում մանկուց հաշմանդամություն ունեցող երեխային բուժելու և մեծացնելու հոգսը։ Արդեն 5-րդ անգամ է վիրահատվում փոքրիկը, նրա առաջին վիրահատությունը կատարվել է 1.5 տարեկանում, վերջինը ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ողնաշարի հետ կապված հիվանդությունը փոքրիկի մոտ ի հայտ է եկել հենց հետծննդյան շրջանում, ու եթե նախկինում Էրիկը կարողանում էր տեղաշարժվել թեկուզ և հենակի կամ սայլակի միջոցով, իսկ ավելի վաղ անգամ հեծանիվ վարել, ապա այսօր փոքրիկը ոչ միայն ընդհանրապես չի քայլում, այլև նույնիսկ նստել չի կարողանում։ Վերջին վիրահատությունից հետո բժիշկներն են արգելել։ Ծանրաբեռնվածությունը ողնաշարի վրա երեխայի մոտ լրացուցիչ ցավեր է առաջացնում։ Վերևը նորմալ է, մտավորը շատ խելացի, ուղղակի երեխան այս 2 տարիա չի քայլում ու հույս չկա, որ որևէ մի օր կքայլի։ Մասնագետների խորհրդով Էրիկը արդեն 3 անգամ եղել է տարբեր վերականգնողական կենտրոններում, բայց ինչպես եւ թանկարժեք վիրահատությունները, սրանք էլ չեն տվել ցանկալի արդյունք։ Բժիշկները անընդհատ հուսադրում են, թե ամեն ինչ լավ կլինի, բայց ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ վիրահատությունից հետո տղայի վիճակը ոչ միայն ինչ-որ կերպ չի թեթևանում, այլև գնալով ավելի է վատանում։ Սա առաջի 2-րդ անգամ չէ, էլի, որ խոսքի ես իրանց սենց հավատամ, ասեմ, դե ժամանակը ցույց կտա, ես փաստ եմ, որ ամեն մի վիրահատությունից հետո իմ երեխան ավելի է հետ գնամ։ 2010 թվին ինչ վիրահատեցին, մինչև այդ իմ երեխան քայլում էր, թեկուզ թերի էր քայլում, բայց քայլում էր։ 2010 թվից որ վիրահատեցին, էլ երեխան ոչ մի շարժ, ոտերը ավելի թուլացավ։ Էրիկի մոտ բացի քայլելու հետ կապված խնդիրները բազմաթիվ վիրահատություններից հետո ի հայտ են եկել նաև այլ խնդիրներ, կապված շնչառության և սիրտանոթային համակարգերի կենսագործունեության հետ։ Հուսահատ մայրը վերջին հույսը կապում է արտասահմանյան բժշկության հետ, իսկ դրա համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ։ Բժիշկները ասում են, ինչ հնարավոր է, մենք արել ենք, բայց ես մի բան գիտեմ, որ Հայաստանում իմ երեխին ոչ մի օգնություն չեն կարա տան։ Հայաստանից դուրս պետք է տանեմ ես իմ երեխին, որ այնտեղ իմ երեխին գոնե մի 60-70% իմ երեխան կարենա քայլի, Հայաստանում անհնար է։ Նախկինում էլ երեխայի բուժման համար մայրը դիմել է տարբեր կազմակերպությունների, բայց միայն անհատ բարեգործներն են օգնել։ Այժմ էլ փոքրիկի հարազատները ակնկալում են մարդկային վերաբերմունք և ֆինանսական օժանդակություն Էրիկին ինչ-որ կերպ օգնելու հույսով։ Ես Աստծուց մենակեն եմ խնդրում, աղջիկ ջան, որ մի հատ բարեխիղճ բարերար դուրս գա, իմ երեխին օգնություն տա, ուղարկի բուժման։ Ես մենակ Աստծուց եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան։ Օգնեն մեզ, որ տանենք ինչ-որ միտեղ երեխին բուժենք, որ գոնե մի քիչ կարողանա երեխան իր քայլով իր գործողություններն անի։ Երեխայի հայրը եւս առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով էլ տղայի բուժման համար ֆինանսական օգնություն մայրը չի ակնկալում։ Զրուցելով Էրիկի հետ նկատեցինք, չնայած այն հանգամանքին, որ երեխան դպրոց չի հաճախում ֆիզիկական դրությունից ելնելով, բայց բավականին խելացի է եւ հետաքրքրասեր։ Էրիկը պատմեց իր նախասիրությունների, ընկերների եւ սիրած զբաղմունքների մասին։ Հեռուստացույցում ես դիտել։ Ինչ ես նայում։ Մультիկ։ Կինո։ Ամենաշատ սիրած։ Որ մультիկն ես ամենաշատ սիրում։ Tom and Jerry։ Իսկ Tom-ին ես շատ սիրում, թե Jerry-ին։ Jerry։ Ինչպես եւ բոլոր իր հասակակիցները, Էրիկը եւս ունի երազանքներ, բայց փոքրիկի երազանքը շատ է տարբերվում իր հասակակիցների ցանկություններից։ Զրույցի ընթացքում Էրիկը նշեց, որ շատ է ցանկանում առողջանալ, ուզում է քայլել, որպեսզի կարողանա խաղալ իր ընկերների հետ եւ տարեկիցների պես ինքն էլ դպրոց հաճախի։ Նամ դպրոց իմ հասակակիցների հետ ման գամ։ Խնդրում եմ ինձ օգնեք, որ ման գամ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Էրիկին, կարող են դրամական փոխանցումներ կատարել 247 004 492 473 001 0 հաշվի համարին։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ, Դեբետ։